Երեխեք ողջույն, ես Կարինկան եմ ու այսօր ցույց եմ տալու իմ ամենօրյա դիմահարդարումը, կիսվելու եմ իմ բոլոր գաղտնիքներով եւ լայֆհակերով ու ցույց եմ տալու թե ինչպես անել, որ տոնայինը եւ ընդհանրապես դիմահարդարումը մնա ամբողջ օրվա ընթացքում։ Գնացինք։ Խնդրում եմ նախորդ կադրից հետո չվախենալ այս տեսքիս համար, այսօր էլ ինչ-որ հյուրեր ունեմ դեմքիս, չգիտեմ ինչի։ Եկեք սկսենք։ Այդտեղ դիմահարդարվելուց ես անպայման մազերս հավաքում եմ։ Ես արդեն նախապես իմ մաշկը խոնավացրել եմ, ասեմ, որ մեյքափը որպեսզի լավ նստի եւ մեյքափը մնա օրվա ընթացքում եւ առհասարակ շատ կարեւոր է մաշկը խնամել, մաշկը խոնավ պահել միշտ եւ ձեր մաշկին համապատասխան խնամք գտնել, օրինակ ես իմ մաշկին համապատասխան խնամք շատ երկար ժամանակ այն դրանից պահանջվել որ գտնեմ, բայց վերջում գտել եմ կորեական խնամքը Skin Tan 04-ի խնամքն է։ Հիմա բերեմ ցույց տամ։ Ուրեմն առաջին քայլով մաշկս խոնավացրել եմ այս տոներով, սա Skin Tan 04-ի տոներն է, այստեղից մի քիչ թափվել է, բայց ոչինչ։ Սա Skin Tan 04-ի իմ սիրելի տոներն է։ Խնդրում եմ Skin Tan 04 ինձ ուղարկեք ձեր պրոդուկտներից, ես շատ եմ սիրում ձեր պրոդուկտները։ Probiotica line-ը ինձ ամբողջովին համապատասխանում է, որովհետև ես ունեմ զգայուն մաշկ։ Ու հետո խոնավացնող կրեմ եմ քսել, այս կրեմը, եթե ունեք յուղոտ մաշկ, ինձ թվում է այս կրեմը ձեզ շատ ծանր կլինի, ինձ շատ լավ համապատասխանում է։ Ու ամենակարևորը պորաները չի խցանում ու ճակատից էլ կամեդոններ չի առաջացնում։ Ես ինչ խոնավացնող այսքան ժամանակ փորձել եմ, բոլորը իմ ճակատին կամեդոններ են առաջացրել։ Հիմա արդեն անցնում եմ այն քայլին, որը որ անպայման պետք է անել, եթե ուզում եք ունենալ լավ մաշկ։ Ճիշտ է, ես հիմա այս վատ մաշկով sense խորհուրդներ եմ ձեզ տալիս, բայց այս ժամանակավորը ոչինչ կանցնի, ես գիտեմ ինչի է sense եղել, որովհետև շատ վատ էի սնվում այս մի շաբաթը, դրա համար sense դուրս է տվել վրաս։ SPF-ի մասին է խոսքս, ես կրկին օգտագործում եմ Skin Tan 04-ի այս SPF-ը, այս արդեն երևի 5-րդ բանաճկան է, որ ես օգտագործում եմ։ Ինքը շատ թեթև տեքստուրա ունի, մաշկը ընդհանրապես չի ծանրացնում եւ մեյքափը շատ լավ է նստում իր վրա։ Իմ համար այդ շատ կարեւոր է, որ մեյքափը SPF-ի վրա շատ լավ նստի, որովհետեւ սովորաբար SPF-ները ունենում են շատ ծանր տեքստուրա ու մեյքափը իրանց վրա շատ վատ է նստում եւ մնում օրվա ընթացքում, իսկ այս SPF-ի հետ այդ չեմ նկատել։ Ու մի կարևոր բան էլ SPF-ը օգտագործելուց հետո պետք է գոնե մի 2 րոպե սպասել, որ SPF-ը լրիվ ներծծվի մաշկի մեջ, որ մեյքափը սենց չառանձնանա, անդուր այդ զգացողությունը չլինի մաշկի վրա։ Ես սպասեցի, որ իմ SPF-ը լրիվ ներծծվի մաշկիս մեջ եւ հաջորդ քայլով անցնում եմ տոնայինին։ Ուրեմն ես երեք մի փոքր ավտոզագար եմ ինձ արել, իմ ջելոց ավտոզագարս B10, տենց է կոչվում, ինքը շատ լավն է, սենց գազարագույն էֆեկտ չունի ու շատ լավ է տարածվում։ Տեսեք, այս ձեռքերիս մասը սենց մի տեսակ շատ լավ է տարածվել, չնայած ավտոզագարը քսելուց առաջ պետք է անպայման մաշկը շերտազատել սկրաբով կամ էնզիմ powder-ով, էնզիմնե պուդրայով, չգիտեմ, էնզիմային փոշիով, այդ խոսքով, ինչով որ դուք ուզում եք, ինչը նախընտրում եք, պետք է դրանով մաշկը շերտազատել, հետո մաշկը պետք է շատ խորը եւ լավ խոնավացնել ու ուզում եմ SPF-ը ավտոզագարը շատ լավ կտարածվի ձեր մաշկին ու սենց տեղեր չի մնա։ Իսկ եթե մաշկի վրա ունեք չորություն, օրինակ արմունկների վրա կամ ծնկների վրա կամ լինում է որ այս մասերն է լինում չոր, այդ տենց հավաքվելու է ու սենց գծեր մնա, զեբրայի նման լինի, լավ բան մի սպասեք։ Լավ մի խոսքով։ Անցնում եմ տոնայինին։ Ուրեմն ես Կիկոյի տոնային ունեմ, որի մասին ընդհանրապես մոռացել էի։ Այս տոնայինից շատ շուտ առել էի, որոշեցի մի հատ էլ առնեմ։ Այս վերջերս եմ ձեռք բերել Insta Moisture, տենց է կոչվում։ Ու ստեղ ունեմ իր մուգ տարբերակը, այս հինը, այս տոնայինը երևի, բայց նորմալ է, մի քիչ խառնելու եմ հետը, դուրս չի շունիկս է եկել, մեկ դուռը բացեմ։ Եվ քանի որ ինչպես նշեցի, ես 3 ավտոզագար եմ արել ու դեմքիս մաշկի գույնը եւ այս մասիս եւ վզիս մաշկի գույնը տարբեր են իրարից, մի քիչ մուգ տոնային եմ անելու, խառնելու եմ 2 գույն։ Մեկը հեսա ասեմ, որ գույնն է, բայց գրած չի, որ գույնն է։ Մեծ մասը այս մուգն եմ անելու։ Ես ձեռքիս եմ անում։ Տեսեք, ինքը բավականին մուգ է։ Ու այս բաց գույնից էլ մի հատ pump խառնում եմ
մուկ եղավ։ Եվ վերցնում եմ տափակ վրձին, այսպես վրձին, այս Top Face ինչ-որ բրենդ է, Flormarից եմ առել, այսպես տափակ վրձին է ինքը, դուք ցանկացած բրենդի կարաք վերցնեք, ու եթե ուզում ենք տոնայինից, այսպես ասած, մաքսիմալ ծածկողականություն ստանալ, պետքա տոնայինը սկզբից տարածել այսպես տափակ վրձինով, սկսում ենք դեմքի այս հատվածից, եզրագծից, ես առանց հայելի եմ իմիջիայլոց անում, մենակ կամերայի մեջ եմ նայում, բավականին մուք է ինձնից, լավ, ոչինչ, եզրագծից ու տարածում ենք դեպի մեջտեղ, կարևոր է այս շարժումներով տարածել, ոչ թե սենց խառը քսել։ Ոնց որ մասկա քսած լինեմ այնքան մուք է, բայց ոչինչ, հեսա կբացացնենք, ձեռքի հետ էլ ցույց կտամ, ոնց եմ տոնայինի գույնը բացացնում, եթե շատ մուք եմ քսած լինում։ Տոնայինը այսպես տարածեցի դեմքիս, եւ հիմա իմիջիայլոց այս տոնայինը ունի velvet finish, այսինքն ինքը ոչ շատ փայլուն է, ոչ շատ մատովի է, ես տենց եմ սիրում, կամ էլ սիրում եմ փայլուն ֆինիշով, մատովի ֆինիշով տոնայինները ինձ նախ չեն համապատասխանում, երկրորդ ես չեմ սիրում այդ, ինձ թվում է մասկա է իմ դեմքին, եթե ես սկսում եմ մատովի տոնային կրեմ, բայց մի հատ հայելի պիտի բերեմ նոր։ Վրձինով տարածելուց հետո վերցնում ենք խոնավ սպունգ, այս սպունգը աշխարհի ամենալավ սպունգն է, սա Wildberries-ից եմ ես առնում, եթե հետաքրքիր է, ինչ մոզիկներ են վրան։ Արտիկուլ այստեղ կթողնեմ, այս սպոնժիկը, որ օգտագործեք, ուրիշ սպոնժիկ էլ չեք ուզենալու օգտագործեք։ Ձեռքիս վրա մի քիչ տոնայիներ մնացել, սենց վերցնում եմ սպոնժիկով եւ տպտպացնելով տարածում եմ ամբողջ դեմքիս։ Կարևոր է տպտպացնելով տարածել, այլ ոչ թե սենց քաշել, որովհետեւ եթե տենց քաշեք, տոնայինը լավ չի նստի դեմքին, կարևոր է սենց տպտպացնելով համբերատար, ամենակարևորը տարածել։ Տեսեք ինչ սիրուն նստեց դեմքիս, ու SPF-ը ընդհանրապես չի երևում իմ մաշկին ու տոնայինիս տեքստուրան չի փչացրել, ընդհանրապես չի փչացրել։ Իմիջիայլոց ես նոր եմ իմացել, որ Skin 1004-ից կարելի է հենց իրենց օֆիցիալ էջից էլ միանգամից պատվիրել, ես միշտ Wildberries-ից եմ պատվիրել։ Տոնայինը տարածելուց հետո անցնում եմ կոնսիլերին, քանի ժամանակ է, ես օգտագործում եմ L'Oreal-ի Infallible, այս կոնսիլերը իրականում բյուջետային կոնսիլեր է, բայց շատ լավ ծածկողականություն ունի ու իր հետ ճիշտ աշխատելու դեպքում հրաշալի result է ինքը տալիս։ Կոնսիլերս մի 4 տոն բաց է տոնայինիս գույնի, դերը տարածում եմ աչքերիս տակ, աչքերիս տակը սենց ամբողջ աչքիս տակը չեմ տարածում կոնսիլերը մենակ ավելացնում եմ այս հատվածում, որովհետև իմ մոտ այս հատվածում կան արտահայտված մազանոթներ, որ ինձ տալիս է սենց հոգնած, չքնած տեսք, իմ համար շատ կարևոր է, որ այդ ամենը փակվի։ Ու այստեղ եմ ավելացնում lifting էֆեկտ ստանալու համար, քանի որ տոնայինս մուք է, կոնսիլեր նաև ավելացնում եմ այստեղ, որ բացանա տոնայինիս գույնը ու կոնտուրել է լինում մի քիչ։ Ու բոլոր կարմրած հատվածներին, որ ուզում ենք չերևա։ Մի քիչ էլ այստեղ եմ ավելացնում։ Վերջ։ Ու կոնսիլերը սկսում եմ տարածել։ Առաջինը տարածում եմ այս հատվածները, իսկ ամենավերջում տարածում եմ աչքերիս տակը, որ կոնսիլերը մի քիչ մնա ու իր ծածկողականությունը մաքսիմալ շատանա, այսինքն որ թողնում եք կոնսիլերը մի փոքր չորանումը, իր ծածկողականությունը ավելի արտահայտիչ է լինում ու ավելի սիրուն է տարածվում։ Ինձ պետք է որ աչքերիս տակի ծածկողականությունը մաքսիմալ շատ լինի։ Առաջինը կտարածեմ այս հատվածս։ Տեսեք կոնտուր դարավ տոնայինիս հետ, բայց իհարկե կոնտուրել ենք ավելացնելու էլի, տեսեք միանգամից ոնց գույնը նույնը դարձավ, բացացավ, և արդեն անցնում եմ աչքերիս տակին, աչքերիս տակը տարածում եմ դեպի վերև նայելով, որ բոլոր անհարթությունները և մազանոթների տարբեր երանգները ծածկվեն, տեսեք ինչ լավ է ծածկում, ամեն ինչ։ Իմ համար այս կոնսիլերը Tarte Shape Tape-ի անալոգն է։ Դաժե
Տարտի shape tape-ից լավն է։ Shape tape-ը շատ է չորացնում իմ աչքերի տակը։ Իսկ ես չի չորացնում, ընդհանրապես չի չորացնում։ Այսինքն սիրուն տոն ստացանք, ձեռքի հետ էլ կոնտուր ստացանք, բայց իհարկե մենք ավելացնելու ենք կոնտուր, բլաշ։ Որպես կոնտուր, գծիկ, բրոնզեր օգտագործում եմ Shiglam-ի այս տարբերակը։ Իմ մոտ shade-ը կոչվում է Warm Honey։ Սենց անեմ։ Warm Honey ինքը ավելի շատ բրոնզեր է, բայց ես էլ կոնտուր մի հատ առանձին բրոնզեր տենց չեմ անում։ Հաշվենք այս տոնայինից ստացած էֆեկտը կոնտուրն է։ Ուրեմն, բրոնզերը անում եմ 2 կետիկ այստեղ, քանի որ ինքը բավականին պիգմենտավորված է, այս բլաշ, այս բրոնզերի միակ մինուսը այն է, որ իրանով շատ հեշտ է պիրիբարշից անելը եւ դառնալ ինչ-որ օրանժ գույն։ Դրա համար շատ չենք անում։ Ընդհանրապես 2 կետիկ։ Ես տեղ էլ կոնտուր կանեի, բայց էլի կմքանա տոնայինս, դրա համար չենք անում։ Եվ այս ամենը տարածում եմ վրձնով։ Այս վրձինը իմ գործը 10 անգամ հեշտացնում է։ Վրձինը կոչվում է TG Mood։ Այս Wildberries-ից եմ պատվիրել։ Wildberries-ում որ գրեք TG Allure կբերի։ Այստեղ կգրեմ մի խոսքով անունը։ Եվ կոնտուրը անպայման պետք է տարածել դեպի վերև։ Ինչպես տեսնում եք, ես այդ ոսկրիցս էլ վերև եմ դրել կոնտուրը, որ ստանանք սենց լիֆտինգ էֆեկտ։ Եթե կոնտուրը դնենք այդ ոսկրից ներքև ու տարածենք դեպի ներքև, դեմքը սենց իջնի ներքև։ Հիմա այս 2 կետիկը ես տարածում եմ դեպի վերև։ Այդ ոսկրիցս վերև։ Մի քիչ անում եմ այսենց աչքիս մոտ։ Եվ տեսեք ինչ սիրուն էֆեկտ ստացանք։ Նույնը կրկնում եմ այս մյուս կողմում։ Հետո տարածում եմ քթիս կոնտուրը։ Քթի կոնտուրը տարածում ենք դեպի ներս, դեպի այս կողմ չենք տարածում, որ մաքսիմալ սենց sculpted քիթ ստանանք։ Նաև սենց սիրուն զագարի էֆեկտ է տալիս այս բրոնզերը, շատ եմ սիրում։ Ճակատի կոնտուրը նույնպես տարածում ենք դեպի մեր hairline։ Բայց մի հատ խնդրում եմ ասեք ինչքան հեշտ է տարածվում այս բրոնզերը։ Սենց 2 հատ սենց եմ անում, վերջինքը տարածվեց։ Քիչ աչքիս այս հատվածն եմ անում։ Ու վերջ։ Հիմա անցնում եմ կրեմային բլաշին, քանի որ ես glow effect ընդհանրապես շատ եմ սիրում։ Այսօր բլաշերս ուզում եմ խառնեմ իրար։ Glow effect-ի համար օգտագործելու եմ, սենց եմ պահում, որովհետև կկաթա բլաշս։ Օգտագործելու եմ Kiko-ի այս բլաշը, կոչվում է Days in Bloom, իմ մոտ ատյանակը 03։ Ինքը ունի սենց պերսիկովի դեղցի գույն։ Առաջինը անում եմ այս բլաշը, երեխեք ինչ շատ է եկել մամա ջան։ Լավ ոչինչ։ Սենց 2 կետիկ եմ անում եւ ինչպես տեսնում եք, ես բլաշը անում եմ համարյա highlighter-ի, համարյա չէ, հենց highlighter-ի տեղը, որ էլի ստանամ սենց lifting effect, lifting, whatever։ Եվ գույնի համար, որովհետև այս Kiko-ի բլաշը ինքը ավելի շատ highlighter է իմ համար, ոչ թե բլաշ, որտեղ այդքան շատ պիգմենտավորված չի, ինքը ավելի շատ սենց փայլուն էֆեկտ ունի։ Իսկ գույնը ավելի ուժեղացնելու համար ավելացնելու եմ Rare Beauty-ի այս բլաշը։ Այս բլաշը 20 տարի է օգտագործում եմ, չի վերջանում։ Նենց որ եթե մտածում եք առնեք թե չէ, հաստատ առեք, իրան անվերջ կարաք օգտագործեք։ Նախ ինքը շատ պիգմենտավորված է։ Իմ մոտ երանգը Bliss։ Ես հենց այս երանգն եմ սիրում, շատ եմ սիրում։ Ու այսինքն մեջտեղում անում եմ Rare-ի այս բլաշը։ Եվ այս ամենը տարածում ենք նույն վրձնով, ինչով որ տարածեցի բրոնզերը, մնում է գտնեմ վրձինս։ Ուրա գտա։ Էլի, բլաշը տարածում ենք վերև։ Եվ մի գաղտնիք, ես բլաշը տարածում եմ մի քիչ աչքիս տակ եւ ստանում եմ այսպես վերջ glow effect։ Անցնում ենք հիմա մեյքափի այն մասին, որի շնորհիվ ձեր մեյքափը ամբողջ օրվա ընթացքում պահպանվելու է։ Իհարկե այս glow effect-ը շատ սիրուն է, բայց այս էֆեկտը
չի կարա պահպանվի ու այս էֆեկտը չի մնա ձեր մաշկին, եթե այս ամենը չֆիքսեք դիմափոշիով։ Ճիշտ է, ես դիմափոշի չեմ սիրում, դիմափոշուց հետոյի էֆեկտը չեմ սիրում, բայց ես հասկացել եմ դիմափոշիից հետո մնացած մատվի ֆինիշը, մատվի էֆեկտը ամբողջ օրվա ընթացքում ինքը բնականաբար չի մնում տենց մատվի։ Մեկա ձեր օգտագործած գլո պրոդուկտները իր տակից օրվա ընթացքում սենց երևալու են։ Ու մեյքափը երբ որ անում եք, վերջացնում եք, այդ պահին այդքան սիրուն չի, ինչքան օրինակ մի ժամ, 2 ժամ հետո։ Եկեք գիտեք երբ է սիրուն, երբ որ մեյքափով քնում եք օրինակ մի ժամ։ Երթում եմ, ահավոր սիրուն է դառնում մեյքափը, չգիտեմ, գաղտնիքը ինչումն է։ Որպես դիմափոշի ես օգտագործում եմ Anastasia Beverly Hills-ի այս դիմափոշին, ինձ մոտ երանգը վանիլա։ Վերցնում ենք պուդրան։ Ես այսենց մի քիչ անում եմ իր կափարիչի մեջ։ Եղունգներս ահավոր վիճակում է, սաղ կոտրել եմ, 2 շաբաթ առաջ եմ սարքել, մի հատ ողջ մատ չկա, ու պլյուս 3 ավտոզագար եմ արել, սաղ եղունգներից տակը այսենց գույն է դարձել։ Վերցնում ենք դիմափոշին, շատ կարևոր է ֆիքսել աչքերի տակը նախ, բայց աչքերի տակը ֆիքսելուց առաջ անպայման պետք է աչքերի տակի վրայով մի հատ այսենց անցնել, որովհետև կոնսիլերը, տոնայինը եւ այլն լցվում են աչքերի տակի այս պուճուր կնճիռների մեջ, ու մենք եթե դրա վրայից դիմափոշիով ֆիքսենք, այդ պուճուր կնճիռները ամբողջ օրվա ընթացքում մեզ հետ կլինեն։ Մեզ պետք է, դա պետք չի։ Ես վերցնում եմ powder puff, մի քիչ պուդրա եմ անում powder puff-ից վրա, թափ եմ տալիս եւ միանգամից չեմ անում աչքերիս տակ։ Մի հատ ձեռքիս վրա եմ անում, նայեք ինչքան ավելորդ պուդրա դուրս եկավ։ Եվ հետո նոր ֆիքսում եմ աչքերիս տակը։ Որ ստանամ այսպես Photoshop-ի էֆեկտ։ Ասեմ պուդրան պարտադիր չի, որ լինի Anastasia-ի պուդրա կամ լինի, չգիտեմ, Givenchy-ի պուդրա, Huda Beauty-ի պուդրա, չէ։ Պուդրան կարա լինի Flormar-ի ռասիպչատի պուդրան, որը ես շատ սիրում եմ, ուղղակի դարակից միջից չգտա, դրա համար ես Anastasia-ն վերցրեցի։ Նույն պրինցիպով ֆիքսում եմ նաև դունչս, այն հատվածները, որտեղ որ ինձ մոտ յուղոտ է։ Դունչս, քթիս կողքերը եւ անպայման ֆիքսում եմ այս հատվածը։ Բեղիկների հատվածը։ Այս smile line-երի հատվածը, չգիտեմ հայերեն ոնց ասեմ, ժպիտի գծեր։ Իսկ մնացած դիմափոշիով ֆիքսում եմ ամբողջ դեմքս, վերցնում եմ այս վրձինը, անունը Beauty for Real։ Եվ ամբողջ դեմքս ֆիքսում եմ դիմափոշիով, վրձինը լավ թափահարում եմ եւ ամբողջ դեմքս ֆիքսում եմ։ Ինչպես տեսնում եք, պուդրայից հետո այս կոնտուրը, բլաշը մի քիչ խամրեցին, բայց հոգ չէ, իհարկե մենք վրայից մի հատ էլ powder blush ենք անելու եւ powder bronzer։ Որպես bronzer, այս անգամ օգտագործում եմ իմ շատ սիրելի Hourglass-ի պալետկայի միջի բրոնզերը։ Այս պալետկաները արժեն երևի 90-ից տենց 110-120 դոլար, որը շատ է պալետկայի համար, բայց եւ իրանց packaging-ը, եւ իրանց դիզայնը, ամեն ինչը ու իրանց որակը, ամեն կոպեկը արժեն այս պալետկայի։ Ես վերցնելու եմ այս պալետկայի միջի բրոնզերը, մեծ խնդրում նայեք ինչ սիրուն են գույները իրանց։ Վերցնում եմ այսենց վրձին, այս վրձինները ես պատվիրել եմ Չինաստանից 100 տարի առաջ, ես վրձիններս բավականին հաճախ լվանում եմ։ Կան վրձիններ, որոնք որ ես ձեռք եմ բերել ինչ-որ բրենդից, այդ վրձինները մեռնում են մի քանի անգամ լվանալուց հետո, իրենց մազիկները պոկվում են, կլեից պոկվում է իրենց մազիկները, ինչ-որ վատ վիճակում են, այս վրձինները, ինձ թվում է, չգիտեմ, կարան պատերազմ անցնեն, այդ հենց վրձիններ են, շատ լավն են, կարծեմ այս վրձիններից Wildberries-ում էլ կա 10 անգամ ավելի թանկ, ես այս ամբողջ երևի մեջը մի 14-15 հատ վրձիներ ես պատվիրել եմ ընդամենը մի 2-3 հազար դրամով, բայց բոլոր վրձինները չի որ լավն են դրա միջի, հենց այս մի վրձինը շատ եմ սիրում, ինքը շատ հարմար է եւ բլաշ քսելու եւ կոնտուր քսելու համար, ես կոնտուր չեմ կարողանում քսեմ այն թեք վրձիններով, ինձ համար այդ մաքսիմալ անհարմար է։ Մի խոսքով վերցնում եմ այս ֆորմայի կիստիչկա, տպտպացնում ենք, թափ ենք տալիս եւ էլի այդ ոսկրիցս վերև եմ անելու կոնտուրը։
Տեսեք ինքը ինչ սիրուն է, ու ինչ թեթև է, ու ինչ փայլուն է։ Չկթիս եմ անում։ Հիմա անցնում ենք բլաշին։ Ես հատուկ բլաշ քսելու համար նորից այս TG Mood-ից պատվիրել եմ վրձին եւ մի 2-3 օր առաջ եմ պատվիրել, շատ լավն է, գոհ եմ։ Ինքը sense տափակ վրձին է եւ բլաշ քսելու համար է հարմար եւ կարծում եմ highlighter քսելու համար էլ հարմար կլինի, բայց ես highlighter ամեն օր չեմ օգտագործում, որովհետեւ ես glow effect-ով պրոդուկտներ եմ հիմնականում օգտագործում, blush-ս, bronzer-ս, դա շատ փայլուն արդեն կլինեմ, ու ես այդ կետիկներով փայլերը չեմ սիրում դեմքի վրա, ամենօրյա դիմահարդարման մեջ, իսկ եթե ինչ որտեղ պիտի գնամ, դատարկում եմ դեմքիս այդ highlighter-ը։ Հենց այս պալետկայից էլ վերցնում եմ բլաշերը, ես այս երկու գույնն եմ սիրում խառնել իրար, S ու S, այս մեկը շատ яркий է, բայց շատ քիչ եմ անում։ Եվ ծիծաղում եմ, ժպտում եմ ու անում եմ այստեղ այս highlighter-ի տեղը։ Ոնց ենք, որ արևի տակ ենք մնում, քիթն է կարմրում ու այս թուշիկները, նույն ձև էլ բլաշն ենք անում, որ մաքսիմալ sense natural effect լինի։ Մեր դիմահարդարման base-ը պատրաստ է։ Այս ամենը անելուց հետո ես վերցնում եմ իմ պուդրայի powder puff-ը ու մի հատ այսպես մաքրում եմ։ Տեսեք ինչ մաքուր հիմք ստացանք դիմահարդարման։ Ամենը sense իրար խառնելու համար օգտագործում եմ Essence-ի Bouncy Plump, տենց է կոչվում, hydrating spray-ը։ Չենք խնայում սպրեյը։ Մի հատ ուզում եմ sense մոտիկից ձեզ ցույց տամ իմ ստացած իդեալական տոնը։ Եվ հիմա արդեն անցնում ենք աչքերին, հոնքերին եւ մնացածին։ Բայց մի րոպե ես մի հատ ուզում եմ իմ շորթունքների վրայի տոնայինը մաքրեմ, որովհետեւ նստի պարծին է ոնց որ 128 մլ լցրած է շորթունքներս։ Քան պուդրա, բրոնզեր, բլաշ եւ այլն քսելու արդյունքում իմ հոնքերին արկա է այսպես մի հատ նստվածք, ու այդ նստվածքի վրայից եթե ես վերցնեմ եւ քսեմ հոնքերի համար նախատեսված գել, ուղղակի կստանամ sense պապիկի ունքեր, սպիտակ։ Դրա համար պետք է հոնքերի վրայից անպայման ֆիքսելուց առաջ հեռացնել այդ բոլոր ավելորդ պրոդուկտները, որ մնացել են ձեր հոնքերի վրա։ Հիմա մի փոքր սպասում եմ մինչև այս միցիլյարական չորանա հոնքերից վրայից, իսկ մինչև սպասելը կանցնեմ աչքերի դիմահարդարմանը։ Քերս ես սովորաբար ստանդարտ նույն բանն եմ անում, 1000-ից մեկ անում եմ ստրիալկաներ, այս անգամ չեմ ուզում ստրիալկաներ անեմ, քանի որ ամենօրյա դիմահարդարում եմ ցույց տալու, իսկ ամեն օր ես ստրիալկաներ չեմ գծում, ճիշտ ասած այդքան համբերություն էլ չունեմ, որ ստրիալկաներ գծեմ։ Ստրիալկաների փոխարինող ավելի հեշտ տարբերակն եմ անում, հիմա ցույց տամ։ Վերցնում ենք ցանկացած ձեր նախընտրելի մատիտ կամ կայալ, ցանկալի է ինքը լինի ջրակայուն, որ օրվա ընթացքում տեղից չշարժվի։ Ես սիրում եմ այս LN Pro-ի, LN կամ LN-ը չգիտեմ, LN Pro-ի այս կայալը, այս 60-ից եմ առել, եթե չեմ սխալվում մոտավորապես մաքսիմում 2000 դրամ են այս կայալները, ինքը ունի մուգ շագանակագույն երանգ, նայում եմ ուղիղ ու այստեղ մի հատ sense կետիկ եմ անում։ Ես այստեղ ունեմ sense մի հատ թեք վրձին, այս ռազրեզով, այս կետիկը մեր տարածում ենք դեպի դուրս։ Ինչ որ բան ձեզ դուր չի գալիս կամ այստեղ լղոզվել է, կարելի է վերցնել տոնայինի վրձինը, շունիկս դուրն է ճանգռում էլի, որ գա իմ մոտ։ Հա, կբացեմ էսա բեջի։ Վերցնում ենք մեր տոնայինի վրձինը, տափակ ու այսպես մաքրում ենք ավելորդ բաները։ Եվ ավելացնում ենք տուշ, պանորամա տուշը։ Իմիջիալից ես այսքան ժամանակ գիտեի այս տուշը սև է, բայց այն օրն եմ հասկացել, որ իր վրա գրած է dark brown։ Ու սևի packaging-ը լինում է սև։ Ինձ քուրիկս է ասել այդ, որ ինքը ուրիշ տեղից սև է առել էր, սևի պաչկան սև է լինում։ Խոսքով այսքան ժամանակ ես dark brown եմ քսել, մուգ շագանակագույն այսինքն, եւ չեմ իմացել։ Մի հատ sense ուղիղ եմ քսում։ Մտնեք, խնդրում եմ տարբերությունը։ Ուղիղ քսելուց հետո, քանի որ շատ եմ սիրում sense լիսի взгляд,
մի հատ էլ այսինքն կողք եմ գցում։ Հոնքերս ֆիքսում եմ Pussy այս գելով, իմ ջերս այս գելը շատ լավն է, չգիտեմ ինչ էի մոռացել իր մասին, բայց ֆիքսելուց առաջ մի հատ ես իմ սաներով սանրում եմ հոնքերս անպայման։ Գելը քսելուց հետո անպայման սպասում եմ, որ հոնքերս չորանա, նոր հետո հոնքերիս այս բաց հատվածներում սենց պուճուրիկ մազիկներ եմ նկարում, այդ մազիկները ես նկարում եմ իմ նոր բացահայտած հոնքերի համար նախատեսված ֆլոմաստերով, որը Lux Visage-ից է ու շատ բյուջետային է, 1200-1300 դրամ են այս ֆլոմաստերն է, մինչև սպասելը արդեն անցնում եմ հոթերիս։ Շուրթունքներս ընդգծելու եմ Starlook-ի 06 համարով այսօր։ Իմ ամենասիրելի մատիտներն են Starlook-ի 06-ը, 27-ը, 01-ը։ Անպայման շուրթերը ընդգծելուց առաջ պետք է մատիտը սրել։ Չեմ կարող նկարագրեմ տարբերությունը, երբ որ շուրթունքները ընդգծված է լինում ոչ սրած մատիտով ու սրած մատիտով։ Ահռելի տարբերություն է, որ անպայման մատիտը պետք է սրել շուրթունքները ընդգծելուց առաջ, ավելի հեշտ է նախ ընդգծվում շուրթերը ու ավելի սիրուն է ընդգծվում, սենց եզրագիծը հստակ չոտկի է լինում շատ։ Շուրթունքներս ընդգծում եմ սովորական իրա գծով տակինը։ Ամենակարևորը մոռացա։ Շուրթունքներս գծելուց առաջ ես անպայման մի հատ այս եզրագծով տոնային եմ անում։ Տոնային հատուկ չեմ անում, ինչը մնացել է այս սպոնժիկի վրա, դրանով ընդգծում եմ ու հետո պուդրայից վրցինն եմ վերցնում ու էլի ինչ մնացել է այս պուդրայից վրցինի վրա, մի հատ սենց անցնում եմ, որ կոնտուրը մնա ամբողջ օրվա ընթացքում, թե չէ չի մնա։ Հետո նոր ընդգծում եմ։ Իսկ վերևի շուրթը մի փոքր overline եմ անում։ Overline չենք անում այս մասերը։ Չի կարելի դա overline անել, շատ վուլգար տեսք է ստանում։ Մենակ անում եմ այս հատվածը շատ քիչ, ոչ թե overline եմ անում, այլ ֆորման եմ մի քիչ փոխում, ասենց սուր ֆորմա եմ տալիս, մի քիչ այս նույն մատիտով լցնում եմ շուրթերիս ներսի հատվածը, ինչ իրոն գույն ստացա այսօր, կամերավ մի քիչ տաք երանգ է երևում, բայց իրական շատ սառը սիրուն երանգ է, ավելացնում եմ թինտ, Benefit-ի Bene թինտը, այս իմ ամենասիրելի թինտն է բոլոր ժամանակների, և վերջ, ստանում ենք այսենց դիմահարդարում, որի քայլերը կրկնելուց հետո ես խոստանում եմ, որ ձեր տոնը շատ երկար կմնա օրվա ընթացքում և առհասարակ դիմահարդարումը շատ երկար կմնա օրվա ընթացքում, հուսով եմ վիդեոն օգտակար էր, հետևեք իմ էջին, որով իմ TikTok-ի և Instagram-ի էջերը անպայման կթողնեմ նկարագրության բաժնում, հուսով եմ հետաքրքիր էր ձեզ։ Bye!